Պետական սիմֆոնիկը նախորդ տարի 133 անգամ բեմ է բարձրացել, 65 համերգ մայրաքաղաքում են ունեցել, 15 մարզերում, եւս 53-ը մեր երկրի սահմաններից դուրս։ Եվրոպայի լավագույն նվագախմբերը կարծես թե զարմանում են։ Եվ հենց եվրոպական զարմանքը պետական սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար կարևոր ձեռքբերումների շարքից է։ Գործունեության երկրորդ տասնամյակի շեմը հատող նվագախումբն այսօր արդեն մայստրոյի համոզմամբ տարածաշրջանում օրակարգ է թելադրում նաև ժանրային ոճ։ 2012-ին մենք հստակ շատ պահանջ դրեցինք ինքներս մեր առջև, որ մենք պետք է կարողանանք ոչ թե ինտեգրել եւ ցույց տալ արդեն դասական երաժշտության ունկնդրին, որ կա նաեւ նոր ուժ, նոր նվագախումբ, այլ մենք պետք է ձևավորենք նոր ունկնդիր, որովհետեւ երիտասարդ ունկնդիրը շատ ագրեսիվ, շատ արագ արձագանքող ունկնդիր է։ Սիմֆոնիկ Williams, Jackson, Musical Folk այս նախագծերը նվագախմբի հոբելյանական 20-րդ համերգաշրջանում հենց երիտասարդներին են դահլիճ բերել, սիմֆոնիկ ուսումնասիրություններով մեծ ազդեցություն թողնելով հանդիսատեսին նոր սերնդի վրա։ Կարողացանք հասնել մեր նպատակներին ունենալով երիտասարդ ունկնդիր, որոնք համերգասրահում 60% էին կազմում, որը մեր համար իսկապես շատ մեծ ձեռքբերում է եւ այն մթնոլորտը, որոնցում անցկացվում են դասական երաժշտության համերգները եւ երիտասարդ հանդիսատեսի տեսակարար կշիռը, որը օրեցօր բարձրանում է մեր համերգասրահներում, իդեպ պետք է նշեմ, որ Հայաստանը առանձնանում է մյուս բոլոր այն երկրներից, որ մենք իսկապես ունենք մեծ տեսակարար կշիռ երիտասարդների։ Ընդ որում պետական սիմֆոնիկի տնօրենի խոսքով այսքան երիտասարդ չես տեսնի նույնիսկ եվրոպական եւ ամերիկյան դահլիճներում, ել չասենք դպրոցահասակների, որ ազգային սիմֆոնիկի նոտաները գոնե մեկ անգամ պարտադիր ունկնդրում են, դասը համերգասրահ տեղափոխելով։ Այս ծրագրի ակտիվությունն առաջիկա տարվա ընթացքում առավել նկատելի կլինի մարզերում, կունենան նաեւ նորություններ։ Հետո պահում ենք կապը երիտասարդների հետ, նրանց հրավիրելով նոր համերգների եւ դարձնելով մեր մշտական ունկնդիրը։ Սիմֆոնիկի մարզային հյուրախաղերին առանցքային կարևորություն են տալիս մշակույթի գերատեսչությունում։ Պատասխանատու փոխնախարարն առանձնացնում է նաեւ ժամանակակից կոմպոզիտորների մեղեդին մեկնաբանելու նվագախմբի հանձնառությունը։ Մենք ամրապնդում ենք մեր դիրքերը ընդհանուր առմամբ թե Հայաստանում, մեր կատարողական արվեստի ասպարեզում, թե արտասահմանյան երկրներում։ Հոբելյանական 20-րդ համերգաշրջանում ի դեպ Հայաստանի սիմֆոնիկը կհյուրընկալի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգին։ Երաժիշտը ոչ միայն առաջին անգամ մեր երկրում է լինելու, այլև տարածաշրջանում թույլ է տվել անգամ համերգը տեսաձայնագրել, եւ սա եւս բացառիկ նվաճում են համարում մեր սիմֆոնիկում, մինչեւ այդ դեռ շատ գործ կա անելու։ Լրագրողների հետ շփումն ավարտում են, ուղղություն բռնում դեպի Գյումրի, դրամատիկականում Մանսուրյանի մեղեդին են հնչեցնելու, հանդիսատեսը սպասում է։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։